Այ պատմիր քո ճանապարհորդական ֆեյլերից։ Ես կանգնած եմ դեղատան ապակիների մոտ ու լացում եմ։ Այսինքն դեղ տանում ես, դեղ բերում ես։ Այո, ինձ դիմավորում այն տրանսֆերը երիտասարդ մի գեղեցկադեմ տղա։ Փաստորեն այս դեպքում շատ լավ է եղել, որ դու ճամպրուկդ կորցրել ես։ Այդ երեկո ես սնվեցի Դավիթի հաշվին, շնորհակալ եմ Դավիթ։ Եթե քո ճանապարհորդությունների վրա ֆիլմ նկարվեր, Կընտրեի Քեմերոն Դիասին եւ կփորձեի մեկնել երևի թե ջունգլիներ։ պատկերացրու այդ օրը եկել են, դու Instagram-ում չկաս, դու բեմում չկաս, համացանցում չկաս, Ես ինչ գործ ունեմ այստեղ։ մի սպասեք իդեալական պահի ճանապարհորդությունների համար։ Ճանապարհը հենց ինքը կդարձնի պահը իդեալական։ Ողջույն բոլորին եւ բարի գալուս մեր ճանապարհորդական ոդկաստ։ Նրանք, ովքեր մեզ նոր են միացել, հիշեցնել, որ ես Լիանան եմ, ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցը, իսկ իմ հյուրը ոչ միայն բեմում դերասանուհի է, այլ Instagram-ում իսկական ոգեշնչող ճանապարհորդ եւ ուղղակի գեղեցիկ աղջիկ։ Լիա, ողջույն։ Ողջույն սիրելիս։ Լիա Զախարյան, դերասանուհի, հաղորդավար։ Ես շատ ուրախ եմ, որ դու մեզ մոտ այսօր հյուր ես։ Ես նույնպես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ ինձ ընտրել ես եւ հրավիրել ես, առավել եւս շատ ուրախ եմ, որ կարողանում եմ համացանցով քեզպես ճամփորդասեր մասնագետին հաղորդել դրական էմոցիաներ։ Միանշանակ հաղորդում ես ու իմ հարցը, քանի որ ճանապարհորդություններից խոսեցինք, պատկերացրու մի պահ, որ մենք հնարավորություն ունենենք մեր այս ոդկասթը, մեր այս գեղեցիկ մեծ թիմով տեղափոխենք որևէ մի երկիր։ Որ երկիրն ես հենց այս պահին պատկերացնում մեզ հետ։ Դու գիտես, ես հիմա ինչ եմ պատկերացնում։ Տիբեթը։ Ես պատկերացնում եմ մեզ, այո, Տիբեթում, տիբեթական լեռնաշխարհում ու վանականի հագուստով ամենաբարձր կետում։ Բայց ո՞նց պետքա ոդկասթ նկարենք, ոնց ես պատկերացնում այդ բանը։ Այդ դեպքում չգիտեմ, ես վստահ եմ, որ այնտեղ եւս նկարահանումներ լինում են, արդեն ոչ մեր տեխնիկայով եւ մեր հեռախոսներով բնականաբար, բայց պատկերացնում ես որքան հոգեվոր զրույց կունենայինք մենք, ինչ հոգեվոր էմոցիաներ կվերապրեինք եւ վստահ եմ, որ դա կկարողանայինք փոխանցել նաեւ այն մարդկանց, ովքեր հիմա մեզ դիտում են։ Ես գալիս եմ, գալիս եք Տիբեթ։ Всё գնացի։ Շատ պատասխանատու բան առաջարկեցի, չեմ կարծում, որ նկարահանող անձնակազմը պատրաստ է այդ դժվարություններին, բայց շատ լավ։ Իսկ որ դու ճանապարհորդում ես, ինչ կարևոր իրեր ես միշտ քեզ հետ պարտադիր տանում եւ ինչ հետաքրքիր լայվ խաղեր գիտես, որ օգտակար կլինի կիսվելու համար։ Առաջին հարցին դեղորայք։ Դեղորայք։ Ես գիտեմ։ Սպասելի է։ Իմ ճամպրուկը մինչև հիմա եթե ես բացում եմ որևիցե իր տեղավորելու եւ նկարահանման գնալու համար, այնտեղ տեսնում են մի խուրձ դեղատուփ, հա, դեղորայք, որովհետեւ ես ինձ հետ պարտադիր վերցնում եմ դեղ ալերգիայի համար, մրսածության, իմունիտետի եւ այլ մարսողության, ամեն ինչի համար ամեն դեպքում վերցնում եմ, որ հանկարծ քեզ պետք չի գալիս, դու վերցնում ես։ Հա, ես։ որովհետեւ լինում են դեպքեր, երբ չեմ կարողանում տվյալ երկրի կամ տվյալ շրջանի դեղատնից օգտվել, որովհետև ինձանից պահանջում են թուղթ բժշկական եւ բժշկի թույլտվություն, եւ ես փաստի առաջ եմ կանգնում։ Եվ քանի որ չգիտեմ, որ դեղերն են թույլատրելի եւ ոչ թույլատրելի, ես ամեն դեպքում դեղատան բոլոր դեղերը վերցնում։ Այո, եւ քանի որ ինձ էլ գիտեմ, որքան պրոբլեմատիկ մարդ եմ ես, երբ փոխում եմ օդս, փոխում եմ երկիրս, փոխում եմ սնունդս, ես գիտեմ, որ ինձ դա շատ անհրաժեշտ է լինում։ Բայց հնարավորության դեպքում ասեմ, որ վերադառնալիս կես ճամպրուկ դեղ եմ բերում ինձ հետ։ Այսինքն դեղ տանում ես, դեղ բերում ես։ Այո, տանում եմ, որովհետև մտածում եմ պետքա գալու չեմ կարողանալու գնել, բերում եմ, որովհետև մտածում եմ իրենց երկրի դեղերը կարող են ավելի որակյալ ու լավ լինել։ Բայց շատ կարևոր սկզբունք է, եթե քո գիտակցության մեջ փոխեց, որ քեզ դեղերը ընդհանրապես պետք չեն գալու, հավատա, որ իրականությունը արտացոլում է այն, ինչ որ մենք մտածում ենք։ Ես կփորձեմ դեռ այդպեսի Մյուս ճանապարհորդությանը ոչ մի դեղ չի վերցրու հետդ։ Մի անգամ փորձել եմ, բայց շատ դաժան է։ Ահա, հիմա այդ դաժանությունների մասին կխոսես։ Կխոսեմ, ես գտնվում էի Ավստրիայի մայրաքաղաքում Վիեննայում 4-5 օրը հյուր էի գնացել ընկերներիս տուն ու առավոտյան արթնանում եմ, ասում եմ, ես ունեմ
Էս ինչ խնդիր է ու շատ վատ եմ, դե մենք աշխատանքի եք չեն կարող գնալ դեղատուն, դու փորձիր, բայց չեն կարծում որ կտան։ Ասում եմ ո՞նց չեն կարծում որ կտան։ Ես տուրիստ եմ ու ինձ լավ չեմ զգում, չեմ կարող գնալ բժշկի, որովհետև չունեմ համապատասխան փաստաթղթերը, ու ես հաջորդ տեսարան եմ ուզում նկարագրել, ես կանգնած եմ դեղատան ապակիների մոտ ու լացում եմ։ Շատ վատ անգլերենով, վատ հայերենով, էլ ռուսերենով։ Ես հիշում եմ հոնգուր լացում եմ, ասում եմ չեմ կարողանում, խնդրում եմ, ասում ձեր երկիրը չեմ գա։ Եվ ոնց վերջաց չտվեցին։ Բացարձակ չտվեցին, այդ աղջիկ ասեց ես պատրաստ եմ ձեր հետ լացել, բայց իրավունք չունեմ։ Ասեց հա իրավունք չունեմ, շատ դաժան էր։ Փաստորեն դրանից էր քո տրավման դեղերի նկատմամբ։ Հա, հիմա գնալուց չես պատկերացնի Լիան, ոտքի ծայրից միջև մազերից ծայրը անհրաժեշտ բոլոր դեղերը տանում եմ ամեն դեպքում։ Շատ լավ, արի դեղորայքից տեղափոխվենք օգտակար խորհուրդներ։ Ինչ կասես դու։ Ինչի վերաբերյալ ճամպրուկի մեջ ինչ որ բան ունենալու Չէ, նաև հայկեր, որ դու ճանապարհորդում ես, ու զգացել ես, որ այդ ճանապարհորդական խորհուրդները քեզ օրինակ շատ է օգնում եւ դու ուզում ես կիսվել դրանով։ Շեշտեմ, որ ես միայնակ ճամփորդող եմ եւ իմ առաջին իսկ ճամփորդության պահից ես միայնակ եմ եղել, այսինքն առաջին քայլս, որ արել եմ դեպի օտար երկիր կամ թեկուզ Եվրոպա, ես ճամփորդել եմ միայնակ եւ ունեցել եմ շատ ֆեյլեր։ Այ պատմիր քո ճանապարհորդական ֆեյլերից։ Հիմա բոլորը դրան են սպասում։ Շատ հետաքրքիր ֆեյլեր ունեմ։ Լավ, սկսեմ Համար 1, համար 2 ֆեյլից։ Երկրորդ Եվրոպաս է, որ ճամփորդում եմ, ընտրել եմ Սուրբ Ծննդյան օրը անցկացնել Պրագայում եւ թռիչքս Բուխարեստով Պրագա է։ Ես այդ սովորություն ունեմ, որ ինձ հետ հաստ եւ ծանր հագուստ չեմ վերցնում, հա, եթե դա պալտո է կամ տաք վերարկու է, կուրտկա, ես դրանք տեղադրում եմ հիմնականում ճամպրուկի մեջ, որ ինձ համար հանգիստ թեթև սպորտային հագուստով նստեմ։ Եվ ունեմ մի սովորություն, որ ես իմ քեշ գումարը եւս չեմ պահում ինձ մոտ, այլ ճամպրուկիս մեջ եմ տեղադրում հագուստների հետ, այդ մեկը բաց սովորություն է, որ իբր ապահով լինի հանգիստ քնեմ եւ վստահ լինեմ, որ ինձանից կամ իմ փոքրիկ պայուսակից ոչինչ չի կորելու։ Այդպես իմ հեռախոսի լիցքավորիչը, իմ տաք կուրտկան, իմ քեշ գումարը, ամեն ինչը ճամպրուկիս մեջ, ես ուղղակի ինձ համար իմ հեռախոսով եւ սպորտային հագուստով նստած թռնում եմ Պրագա։ Իջնում եմ Պրագա եւ պարզում եմ, որ իմ ճամպրուկը մնացել է Բուխարեստում, չի հասել Պրագա, դեռ չգիտեն հաջորդ թռիչքը երբ է լինելու, ես կանգնում եմ փաստի առաջ, բայց դեռ տաք եմ, չեմ հասկանում ինձ ինչ է սպասվում, ինձ դիմավորում է իմ տրանսֆերը, երիտասարդ մի գեղեցկադեմ տղա, Դավիթը, ես իրան Դավ եմ ասում, Դավո, եւ քեշ գումար ես խնդրում Դավիթ։ Չէ, Դավոյի հետ գնալու դե ճանապարհին խոսում եմ, ասում եմ Դավո ջան, ասում եմ ոսախ կյանքս։ Ես տրանսֆերի մեջ չեմ եղել։ Ոսախ կյանքս ասում եմ առանց գումարի սենց թափարաշրջիկ չեմ եղել, ես գիտես Հայաստանում ով է։ Բավականին աշխատասեր մարդ եմ, ունեմ ճանաչում, ունեմ անուն, ինձ մի հատ քարտ կգնեսի 20-25 եվրո էր, ասում եմ, որ կարողանամ ընտանիքիս անդամների հետ կապնվել, որ ասեմ տեղ եմ հասել։ Լավ, երկար բարակ չպատմեմ, հասնում է այն ժամին, այն պահին, երբ արդեն նստում եմ մարդկոցը հեռախոսի, երբ շատ ցուրտ է, չեմ կարողանում ֆոեից դուրս գալ հյուրանոցի, որովհետև չունեմ կուրտկա, եւ քաղցած եմ, չկա ուտելիք, իսկ ինձ մոտ միայն breakfast նախաճաշներ վերցրած։ Դավիթը քեզ լքեց։ Դավիթը գնաց աշխատանքի հաջորդ մարդուն, բայց բնականաբար ես իրան ասել եմ, որ ես ամբողջ օրը ֆոեում նստած եմ լինելու։ Ինչ ես այստեղ եմ։ Եթե աշխատանքդ վերջացնես, ո՞նց ճամպրուկը տեղ հասավ քեզ։ Ասեմ, նախ ասեմ, որ այդ երեկո ես սնվեցի Դավիթի հաշվին, շնորհակալ եմ Դավիթից։ Բայց նախքան Դավիթի գալը ես հարցրեցի աշխատողներին, թե որտեղ է գտնվում հայկական եկեղեցին, վստահ լինելով, որ չկա այնպիսի եվրոպական մի երկիր, որը ունի հայկական եկեղեցի, հատկապես մայրաքաղաքը տվյալ երկրի եւ չկա հայկական համայնք։ Եվ դա իմ կյանքի ամենաճիշտ եւ ամենակարևոր որոշումներից էր, որից եւ բացում են իմ հաջողությունների մեջ շղթան։ Ես գնացի Պրագայի կենտրոնական հայկական եկեղեցին, այնտեղ ծանոթացա իհարկե դեր հոր հետ եւ նա ծանոթացրեց ինձ հայկական համայնքի ամենաակտիվ մասնակիցների հետ, ովքեր ինձ եւ հագուստով ապահովեցին եւ սնունդով եւ շատ լավ ընդունեցին, շատ մտերմիկ հարաբերություններ, շատ ջերմ ընդունելություն, շատ շնորհակալ եմ, եթե նրանք նայում են մեզ YouTube-ով, եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզանից եւ մոռացա
որ ես ունեմ ճամպրուկ։ Փաստորեն այս դեպքում շատ լավ է եղել որ դու ճամպրուկդ կորցրես, քանի որ հակառակ դեպքում չէիր հանդիպին տվյալ հայկական համայնքին։ Այո, դա Այդքան էլ fail չի։ դա դրթիչ ուժեր ինձ համար։ Երրորդ օրը հայտնվեց իմ ճամպրուկը, բայց ես 4 օրով էի Պրագայում։ Ես 3 օր ստացվում է չեմ օգտվել իմ հագուստից եւ չեմ ծախսել իմ գումարը։ Տնտեսել ես։ Հա, ու 4-րդ օրը ես գնացքով գնում եմ Ավստրիա։ Ես իջնում եմ գնացքով ամենակենտրոնական հատվածում, որտեղ որ հայտնի եկեղեցին է գտնվում, Snitcher Plus, ինչ որ տենց մի դժվար անուն է, լավ չեմ հիշում։ Ամեն դեպքում բավականին դժվար է։ Հա, ու ամեն դեպքում նայում եմ, որ գրած է City Hotel ու քարտեզի վրա նշում եմ ցույց է տալիս մյուս հակառակ կողմի չգիտեմ հատվածը ու ես ասում եմ լավ է, այսքան պետքա քայլեմ ու քայլում եմ, որպեսզի հասկանաք ոչ թե իջնում եմ, այլ բարձրանում եմ, որը շատ դժվար է, ես էլ երկու ծանր ճամպրուկով եմ արդեն, որովհետև ընտանիքիս համար գնել եմ չեխական գարեջուր եւ գնել եմ նրբերշիկ չեխական ծանր մոտ 45 րոպե գնում եմ արդեն պարզվեց որ գարեջրից մեկը կոտրել, ասենց կատկթում է հոտա գալիս գնոցի հասել եմ պարզվում է վերելակ չկա 3 հարկ հատիկ իջացնում բարձրացնում եմ հասնում եմ տեղ ինձ ասում են սխալ եք եկել Պետք է այդ գարեջուրը բաժանեիք Սխալ եմ եկել ու ամենացավոտը որ ասում է ձեր հյուրանոցը գտնվում է այնտեղ որտեղ որ դուք իջել եք կողքներ Փաստորեն սխալ էր Google Map-ով, հա, դրել երևի։ Սխալ է, այնտեղ մի տառի մի բան էր, հնչյունի տարբերությամբ, ասենց նայեցի ու էլի լացեցի, ես հետ չեմ գնալու։ Ես այսքան ինձ օգնեցին, տեղավորեցին ավտոբուսի մեջ անվճար։ Իսկ ոնց հասար հետ հյուրանոց։ Ավտոբուսով հասա հյուրանոց, այնտեղ կանայք էին դեպի ինձ օգնում, ավստրիացի կանայք, ճամպրուկս ծանր էր, բարձրացնել, իջացնել, հասա տեղ, ասես ճամպրուկս բացեցի, իմ ամբողջ հագուստը գարեջրի հոտի մեջ էր, բայց ամեն դեպքում ես երջանիկ եմ, որովհետև ես ունեի հնարավորություն ցանկացած շոր այդ բային հագնելու եւ գնալու ճաշելու։ Շատ հետաքրքիր պատմություն է, բայց նայ հիմա դու ծիծաղում ես, իսկ այդ պահին քեզ թվում էր, որ քո համար ամենաբարդ փուլն է։ Սա առաջի ֆեյլի շարունակությունն է, թե ունես էլի ֆեյլեր։ Այդ օրվա հետ կապված։ Դե բրոյակի ճանապարհորդական ֆեյլերը ոնց հասկացա։ Ունեմ ֆեյլեր, շատ ունեմ։ Հեսա հիշում այդ ինչերի միջով եմ անցել։ Հիշում եմ մի անգամ, որ առաջին այցս էր Իսպանիա, երբ Իբիցայից պետքա թռնեի Մադրիդ, հասա այնտեղ բարձվեց իմ համարը տվել են ուրիշին, ու ես առաջին անգամ եմ Մադրիդում, ես էլի ծանր ճամպրուկներով մենակ երեկոյա ու ես չունեմ մնալու տեղ, ու բավականին այդ հյուրանոցը կենտրոնից հեռու էր գտնվում, ու ես համարյա գիշերվա կեսը անցկացրել եմ փողոցում ճամպրուկներիս հետ միջև կարողացա կենտրոնական հատվածում հարմար գնով հյուրանոց գտնել Լիա ջան, ինձ թվում է դու պետք է պրոֆեսիոնալ տուրիստական ընկերությանը վստահես ու նման խնդիրներ չունենաս։ Քո ֆեյլերից հետո իմ մոտ այսպեսի գաղափար առաջացավ։ Անհատական չզբաղվում եմ ես իմ ճամփորդությունները։ Անհատական քոնը չի ճանապարհորդություն կազմակերպել է, բայց ամեն դեպքում երբ որ հիշում ես, արդեն անցած է լինում, այդ օրերը ավելի վառ է հիշվում քեզ մոտ։ Առանց դրանց ես կարծում եմ անհետաքրքիր կլիներ իմ ճամփորդական պատմությունը։ Հասկացա։ Իսկ եղել է այդպիսի ճանապարհորդություն, որ ամբողջությամբ փոխել է քեզ։ Իմ առաջին ճամփորդությունը, իմ առաջին այցը Եվրոպա, հենց Իտալիա, հատկապես Տրիեստե քաղաքը, որ հրապարակից արդեն իսկ սկսվում է ծովը, շատ սիրուն տեսարանով, ես հիշում եմ, հենց հրապարակում էր այդ տունը, որ վերցրել էի, մնում էի, քայլելով գնում էի դեպի ծով, նստում էի այդ քարերի վրա, նայում էի ծովին, կարդում էի Էլիֆ Շաֆակի Սիրո 40 օրենքները գիրքը ու ամբողջությամբ ինձ համար հոգևոր մի մթնոլորտի մեջ էի գտնվում, կարծես թե այդտեղ ձևավորվեց արդեն հասուն Լիայի նոր բնավորությունը, նոր արժեքները Եվ շատ տպավորիչ էր իմ ճամփորդությունը, ես վերադարձա բոլորովին նոր բնավորությամբ, նոր տեսակով, նոր արժեքներով, նոր հայացքներով եւ նոր արդեն կյանքին Այս էլ հաստատում նոր կյանքի հայացքները։ Շատ 1000 կներեք։
Մենք այստեղ արժեքներից ենք Սա խոսում։ մեր ֆեյլն է։ Ես վերադարձա նոր հայացքներով եւ ես ունեի արդեն նոր նպատակներ եւ ինքս ինձ նոր ասելիք։ Իսկ այն տարի առաջ դա տեղի ունեցավ, երբ վերափոխվեց Լեան։ 7 տարի առաջ։ 7 տարի առաջ։ Հա։ Շատ լավ։ Իսկ կան 3 հետաքրքիր վայր քո կյանքում, որ անընդհատ ուզում ես հետ վերադառնաս, որ ֆիքսել ես։ Մալդիվյան կղզիներ, ոչ միայն նրա համար, որովհետև դա շատ տրենդային վայր է եւ ունի փիրուզագույն սիրուն մաքուր բաղաղջուր, այլ որովհետև իմ ընտրած կղզում, որտեղ որ ես եմ եղել, ես ունեցել եմ այնտեղ շատ խորը հոգեվոր հանգիստ ու խաղաղություն Մալդիվյան կղզիներ։ եւ մեկուսացում շատ էմոցիոնալ իրավիճակներից ու մարդկանցից։ Երկրորդ վայրը, որը որ կուզեմ վերադառնալ, փորձում եմ հիշել։ Հա, հիշեցի։ Կիպրոսում էր գտնվում, ջրվեժ էր, անունը չեմ հիշում, մտարով ջրվեժ էր։ Ինչ ամոթ է, ես այդ ջրվեժի մասին պատմել եմ իմ հեռուստադիտողներին եւ հետեւորդներին, բայց հիմա չեմ հիշում։ Մենք կտեղադրենք այդ ջրվեժի տեսահոլովակը, Մեր կգրենք անունը տակը։ Խնդրում եմ գրեք անպայման, որովհետեւ այդ ջրվեժի մոտ որ նստեցի, ես հասկացա էլի խաղաղություն կա մեջը։ Քո բոլոր հիշողությունները ջրի հետ է կապված, զգում ես։ Ես շատ եմ սիրում ջուր։ Եվ եթե փորձեմ երրորդը առանձնացնել, ուզում հիշեմ որտեղ եմ ճամփորդել։ Լապլանդիա ես եղել։ Ես հիշեցնում եմ քեզ, քանի ես վերջերս եմ քո Instagram-ի բոլոր պոստերը ուսումնասիրել, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես եղել, Օմանում ես եղել։ Սալալահն է շատ տպավորիչ։ Այսինքն այդ 3 վայրեր։ Բայց չէ, ցանկանայի լինել գնացքի մեջ Հելսինկիից դեպի Ռավիոնեմի, Լապլանդիա։ Այդ 11 ժամը, որ ես անցկացրեցի գնացքի մեջ, դա էր ինձ համար շատ տպավորիչ ու շատ ճակատագրական։ Եթե քո ճանապարհորդությունների վրա ֆիլմ նկարվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Թրեյլեր։ Հա, ֆանտաստիկայի ժանրի թրեյլեր։ Իսկ եթե դու որևիցե դերասանուհու հետ կարանայիր հայտնի դերասանուհիներից մեկի հետ կարողանայիր ճանապարհորդել, ով կլիներ Քեմերոն եւ Դիազ։ ուր կմեկնեիր։ Կընտրեի Քեմերոն Դիասին եւ կփորձեի մեկնել երևի թե ջունգլիներ, որտեղ կա վայրի բնություն, վայրի կենդանիներ եւ վայրի ցեղատեսակ մարդկանց։ Այստեղ հարց կա Միրոն Դիասին, թե ինքը կցանկանար։ Հա, ես իրեն շատ վայրի կերպարներում տեսել եմ։ Եվ իր խարիզման, իր տեսակը որքան ու որ նա կարողացել է փոխանցել իհարկե էկրաններից, ես կարծում եմ, որ իր հետ կկարողանամ выжить, это գոյատևել, պայքարել ծանր իրավիճակներ։ Իսկ հետաքրքիր է, ինչի ես քեզ տանում ծանր իրավիճակների մեջ գցում։ Հետաքրքիր է, որովհետև ես սիրում եմ արկածներ ես սիրում։ Արկածներ եմ սիրում, սուր էմոցիաներ եմ սիրում, դժվար իրավիճակներ եմ սիրում։ Դե դրա համար էլ կյանքը քեզ տենց իրավիճակներ էլ պարգևում է։ Հա, Իսկ դու սիրում ես, դա քեզ պարգևում է։ Դրանցից հետաքրքիր էմոցիաներ եմ ստանում եւ հետո պատմելու բան եմ ունենում, կիսվելու բան եմ ունենում, հիշելու, ծիծաղելու։ Իսկ եղել է այնպիսի քաղաք, երբ որ դու երեկոյան պարկել ես քնելու, ասել ես, ինչ գործ ունեմ ես այստեղ ընդհանրապես։ Հա, բայց չեմ կարող ասել։ Չես կարող ասել քաղաքը, թե ինչու ես նման արտահայտությունացել։ Չեմ կարող ասել, թե որտեղ էի գտնվում, որովհետև այդ դրա մասին շատերը գիտեն, դա մի փոքր աշխատանքային այց էր, չեմ ուզում նեղացնել ոչ ոքի, բայց եղել է այդպիսի մի վայր, որ գնացել եմ տվյալ երկիրը, տվյալ քաղաքը ու ասել եմ, ես ինչ գործ ունեմ այստեղ։ Ես ոնց կարող եի իմ կյանքի թանկ օրերը անցկացնել այստեղ։ Անցկացնել այստեղ, հա։ Չեմ կարող ասել, բայց կա նման բան, ես կարծում եմ ամեն մեկի իր կյանքում գոնե մի անգամ հայտնվում այնպիսի մի քաղաքում, այնպիսի մի երկրում, որ ասում է ինչ Փոշմանում է։ Հա։ Բայց երևի դա էլ է պետք, դա էլ է փորձառություն, որ հետո իմանաս ու պետքա չգնաս։ Ինչն է քեզ դուր գալիս եւ ինչը քեզ ընդհանրապես հոգեհարազատ չէ։ Իսկ դու ինչ ճանապարհորդներից ես, ով իջնում է ինքնաթիռից եւ հստակ գիտի ինչ է անելու, հստակ պլանները, թե թողում է իր ճանապարհորդությունը ըստ հոսանքի։ Ես այն ճանապարհորդող տեսակներից եմ, ով նախապես ուսումնասիրում է տվյալ երկրի մշակույթը, պատմամշակութային կարևոր վայրերը, արժեք ունեցող կառույցները եւ ինձ համար գլխիս մեջ գծագիր եմ գծում, թե որ վայրերը պետք է պարտադիր գնամ։
Դրանք մի քանի վայրեր են, բայց միշտ լինում են ինքնահոսի դեպքեր, իրավիճակներ, որ ես տեսնում եմ ավելի քան պլանավորել էի, քան մտածել էի, որովհետև միշտ հանդիպում եմ այնպիսի մարդկանց իմ ճանապարհին, ովքեր ինձ օգնում են եւ ուղեկցում են։ Եվ շատ ուրախ եմ, որ վերադառնալիս ասում եմ ոչ թե չհասցրեցի իմ գծագրածով վայելել, տեսնել, ուսումնասիրել, այլ հակառակը միշտ ավելին է լինում։ Եվ ես այն մարդկանցից եմ, ով Եվրոպայում կամ առհասարակ ճանապարհորդելիս, եթե ես ինքնուրույն եմ ճանապարհորդում, այլ ոչ թե աշխատանքային, ես չեմ օգտվել ու չեմ օգտվում տաքսիներից։ Հասարակական տրանսպորտից ես օգտվում, թե ոտքով ես գնում։ Հիմա պատմեմ։ Նախ ես չի եղել դեպք, որ օդանավակայանից տաքսիով տեղափոխվեմ դեպի հյուրանոց, հիմնականում ես օդանավակայանից իջնում եմ առաջին հարկ, ավելի ներքև եւ այնտեղից օգտվում եմ գնացքից եւ հա լինում է 1.5-2 եվրո եւ գնացքով իջնում եմ այն հատվածը, որտեղ որ գտնում եմ հյուրանոցը, քարտեզով արդեն 5-10 րոպեի ճանապարհ է հասնել այն կետը, որը որ ինձ անհրաժեշտ է։ Ես կարծում եմ, որ դա շատ լավ մեթոդ է եւ կարող են բոլորը օգտվել, որպեսզի 60-ից 100 եվրո չծախսեն տաքսիների վրա։ Ցանկացած այո, երկրի օդանավակայան, հատկապես Եվրոպայի երկրի օդանավակայանը ունի ներքևի հարկում գնացքի հնարավորություն, որը ամենաշատը կարող է լինել մոտ 3 եվրո։ Եվ դու կարող եք հանգիստ օգտվել, հասնել այն հատվածը, որը որ ձեզ պետք է եւ 5-10 րոպե քայլեք ու հասնեք ձեր հյուրանոցը կամ ձեր վարձով բնակարանը։ Մնացած դեպքերում այո եւս օգտվում եմ գնացքից, գնացքը ամենահարմարն է, ամենաարագն է եւ ամենամատչելին է եւ ամեն դեպքում հետաքրքիր է, հա, ցանկացած նոր քաղաքում, նոր երկրում գնացքից օգտվելը հետաքրքիր է։ Շատ բացահայտում ես տվյալ տեղական տրանսպորտային միջոցները։ Իհարկե եւ անիմաստ գումար չես ծախսում, իսկ առհասարակ ես շատ եմ քայլում։ Նույնիսկ եթե հեռավորությունը մոտ 50 րոպե կամ մի ժամ է, ես նախընտրում եմ քայլել, որովհետեւ երևի առանց ճամպրուկների, չէ՞, ինչ ես կարծում։ Երբ որ արդեն տեղավորվել ես, որովհետեւ քայլելու ընթացքում նոր փողոցներ, նոր կառույցներ, նոր շինություններ, չգիտեմ, ավելի նոր բաներ ես տեսնում, քեզ համար ֆիքսում ես, որ հետ կվերադառնամ, այստեղ կնստեմ, այստեղ կքայլեմ, այս եկեղեցին կմտնեմ, օ, սա թանգարան է, սրա մասին չգիտեի, այս թանգարանը կմտնեմ ու հետաքրքիր է։ Ու դրա համար ես այն մարդկանցից եմ, ով որ ճամփորդելիս եւ ակտիվ օգտվում է տվյալ երկրի խոհանոցից եւ էլ ավելին իհար վերադառնում է իր երկիր, որովհետեւ այնքան եմ քայլում, որ կալորիաները գնում են, ծախսում եմ։ Հասկացա։ Դու ուներ ճանապարհորդական ծրագիր, քեզ դերասանի մասնագիտությունը օգնում էր այդ հարցում, թե ընդհակառակը խանգարում էր, քանի որ էմոցիաներդ ավելի շատ խաղացված էր, այլ ոչ թե բնական։ Ոնց էր օգնում, թե խանգարում էր դերասանի մասնագիտությունը։ Միանշանակ օգնում է, որովհետև կամերայի հետ աշխատելու համար դերասանի վարպետությունը, մասնագիտությունը ամենակարևոր գործոններից մեկն է, որ դու կարողանաս իմանալ, թե ինչպես ներկայացնես քո խոսքը, զուգահեռ ինչպես ներկայացնել կարևոր ինֆորմացիան եւ իհարկե կարևոր փաստերը եւ դրան զուգահեռ կարողանաս ճիշտ չափաբաժնով տալ քո էմոցիաները, որոնք որ բնական են, որովհետև այն վայրերը, որոնք որ ես գնացել եմ, նկարել եմ եւ ներկայացրել եմ, դրանք իմ առաջին այցերն էին, ես ինքը շատ տպավորված եմ եղել եւ եղել են տեղեր, որ երեխայի պես իսկապես ուրախացել եմ, հուզվել եմ, զարմացել եմ եւ դրանք եղել են շատ անկեղծ էմոցիաներ։ Իսկ դու կարողանում ես կառավարել քո էմոցիաները։ Եթե դրանք ուրախության եւ զարմանքի էմոցիաներ են, ես չեմ էլ փորձում կառավարեմ, որովհետեւ թողում ես որ լավ հոսան։ Ինքնահոսի թող գնան։ Ես դրանցով ուրախանում եմ, որ դրանք դեռ կարողանում եմ զգալ, որ դրանք դեռ կան եւ թողնում եմ ինքնահոսի։ Շատ լավ։ Իսկ ծրագիրը կազմավորելիս, հա, ինչ սկզբունքներով էր առաջնորդում, թե արդեն կար պատրաստի ծրագիր, դու ուղղակի քոդերն էիր անում։ Ճանապարհորդական ծրագրի մասին է խոսքը։ Քանի որ ծրագիրը ուներ հեղինակ, ես ուղղակի այնտեղ հաղորդավարուհի էի եւ իհարկե մշակում էի սցենարը, ամեն ինչը համաձայնեցվում էր հեղինակի հետ, երկրների ընտրություններ էր հեղինակի հետ համաձայնեցվում, կարևոր տեսարժան վայրերի այցելություններ էր հեղինակի հետ համաձայնեցվում, ես ուղղակի ընտրված վայրերի հիման վրա գրում էի սցենարը եւ գրում էի ավելի շատ
փաստերի հիման վրա եւ էմոցիաների հիման վրա եւ փորձում էի դա այնպես անել, որ հարմար լիներ նաեւ 9 տարեկան փոքրիկ աղջկան, որովհետեւ ես ճամփորդում էի աղջկա հետ եւ փորձում էինք եւ փոքրերի համար նախատեսված փոքրերի տեսակետից եւ մեծերի եւ փոքրերի աչքերով ներկայացնել դա փոքրերի էմոցիաներով եւ փոքրերի տեսակետից եւ նաեւ մեծահասակների եւ փորձում էի երկուսի բալանսը պահել, երկուսի հետաքրքրություններն էլ բավարարել եւ իրականում շատ պատասխանատու աշխատանք էր դա ինձ համար։ Իդեպ շատ ստացված ծրագիր էր, չգիտեմ հիմա կա թե չկա, բայց հետաքրքիր ծրագիր էր։ Ամեն դեպքում դու դերասանուհի ես եւ բեմում, թատրոնում քո դերասանու մասնագիտությունը ինչ է քեզ ավելին տալիս, որը դու կինոյում չես ստանում։ Բեմում եւ թատրոնում բեմում ներկայանալիս դու ամեն վարքյան զգում ես քո հանդիսատեսին։ Եթե հանդիսատեսը մտածում է, որ դերասանը խաղալիս նրան չի նկատում, չի լսում եւ չի զգում, դա միֆ է, մենք զգում ենք նրանց տրամադրությունը, զգում ենք թե ինչպես են նրանք մեզ ընդունում, զգում ենք թե որքանով են նրանք մեզ հետ հավասար ներկայացման մեջ, բուն թեմայի մեջ գտնվում եւ ամբողջությամբ զգում ենք եւ երբեմն լինում է, որ հենց նրանք են մեզ թելադրում, ինչպես տանենք եւ ավարտին հասցնենք ներկայացումը։ Իսկ լինում է, որ ավարտը փոխվում է ըստ հանդիսատեսի։ Լինում է, որ մեր տրամադրությունը կամ ռիթմիկան է փոխվում, բնականաբար ավարտը չի փոխվում, որովհետև սցենարը արդեն որոշված է եւ էքսպրոմտ ինչ-որ բաներ չի լինում։ Չէ, իմպրովիզներ լինում են, դա էլ է կախված նրանցից, թե որքանով մենք կբացվենք իմպրովիզներ կանենք կամ որքանով կգնանք գծագրված սցենարով, դա էլ է կախված հանդիսատեսից, բայց մենք զգում ենք նրանց ամեն մի ժպիտը, ամեն էմոցիան, ամեն մի զգացմունքը, ամեն մի դժգոհությունը, ամեն մի զարմանքը եւ որքան ակտիվ է հանդիսատեսը, որքան շատ է մեզ տալիս հետադարձ կապ, այդքան ակտիվ ենք լինում մենք, այդքան նրանք մեզ ավելի շատ են օգնում բեմի վրա։ Ինչ վերաբերում է ֆիլմին, այդ դեպքում մենք միանշանակ աշխատում ենք երկու ֆակտորի հետ։ Մեկը տեխնիկան է, տեսախցիկը եւ մեկը քո գործընկերն է։ Եվ այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունը լինում է քո գործընկերոջ վրա։ Իմ գործընկերը որքան ինձ տա, ես այդքանը կվերցնեմ, կվերապրեմ եւ կփոխանցեմ տեսախցիկին, որի միջոցով հետո տեսնելու են մյուս հեռուստադիտողները։ Այսինքն շատ կարեւոր է արդեն քո գործընկերոջ ֆակտորը։ Շատ լավ, իսկ կա ինչ-որ մի դեր, որը դու դեռ չես խաղացել, բայց շատ կցանկանայիր մարմնավորել։ Մի քանի անգամ արդեն ասել եմ, որ շատ կցանկանամ ուժեղ աղջկա կերպար, չգիտեմ, դա կլինի արդեն բոևիկ ժանրի մեջ, թե կլինի ավելի զինվորական ժանրի մեջ, կերպարի մեջ, բայց կցանկանամ շատ ուժեղ մի աղջկա կերպար, որ կարողանում է պայքարի մեջ մտնել ոչ թե հոգևոր, այլ արդեն մարմնական, ֆիզիկական պայքար, կռիվ, ես կցանկանամ այո, ես կցանկանամ, քանի դեռ երիտասարդ եմ եւ ունեմ հնարավորություն իմ ֆիզիկական կեցվածքը խառնել իմ բնավորության հետ ու տալ հետաքրքիր խարիզմա իմ կերպարին եւ այդպես ներկայանալ։ Հասկացա։ Պատմեցիր ճանապարհորդական ֆեյլերից, իսկ ներկայացումների կամ նկարահանումների ժամանակ գիշես մի կարճ մի հետաքրքիր ֆեյլ, որ ունեցել ես, որ հիմա կցանկանաս կիսվել։ Հիշում եմ տարիներ առաջ մանկական ներկայացում էինք խաղում Մոխրոտիկը։ Եվ այնտեղ ես խաղում էի բարի փերի դերը, ով որ բիբիդի բո եւ հրաշքներ էր գործում եւ քանի որ մեր պրեմիերան էր, որոշեցինք, որ կոնյակ խմենք մի թեթև եւ կոնյակով իրար շնորհավորելով բարի երթ ասել։ Ես ու կոնյակն էլ ոնց որ սարեր ու ձորեր, բարի փերին կոնյակով։ Ես որ կոնյակ եմ խմում, անջատում եմ, քունս տանում է։ Ամեն դեպքում ես էլ մասնակցեցի, բան եկեք խմենք, իմ առաջինն էր, բայ դերասանները կոնյակ են խմում կուլիսներում, բան ուրախացել էի։ Ու հիշում եմ, որ խաղացի դերս բան, բայց այնտեղ մի կարևոր հատված կա, որ երբ չարթ հագուհին գալիս է, որ Մոխրոտիկի ճշմարտությունը այնտեղ պատմի, ասի, նա այն չէ, ինչ որ դուք կարծում եք, նա արքայադուստրը չէ, նա պարզապես մի ուզում է ասի հասարակ Մոխրոտիկ է, հա, այդ պահին ես պետք է հայտնվեմ ու այդ կարևոր բառը ասեմ բիբիդի բո եւ այդ չարթ հագուհին դառնում է բարի եւ ասում է, նա իսկական գեղեցկուհի է, իսկական արքայադուստր է։ Ու իմ համար սպասում եմ հերթից, բայց անջատում եմ, ուղեղս անջատում է, քնում եմ sense կանգնած տեղս, ու այդ Զարան էր մեր շատ լավ պրոֆեսիոնալ դերասան Զարան Սահակյան դերասանուհին էր խաղում, ասում էր, գիտեք, նա արքայադուստր չէ, նա ձեր իմացած եւ պատկերացրած գեղեցկուհի աղջիկը չէ, նա
ու սպասում է, որ ես այնտեղից ու ես չկամ, նորից ասում, նա, ու ես չկամ, նա Նարքա դուստր Դու այդպես էլ չես հայտնվում։ Ես դուրս չեկա, հիմա դուրս եկիր, ես նայում եմ, ինձ ուզում եմ հասկանամ, ինչի է հարցնեմ, ինչա ինձ ուզում ասի։ Ու հիշեցի, որ ես չեմ գնացել ամենակարևոր պահին տրանսֆորմացիայի պահանը, ես չեմ եղել։ Այդ օրվանից հասկացա, որ ես պետք է խաղալուց առաջ կոնյակ չխմեմ։ Ես անջատվում եմ։ Ինչ որ ալկոհոլային բանը խանգարում եմ արդեն։ Միանշանակ նախ ասեմ, որ նկարահանման ժամանակ դա օրենք է, դա արգելված բան է, որ դերասանը, դերասանուհի նկարահանման հրապարակ ներկայանա ալկոհոլ օգտագործած։ Ինչ վերաբերում է ներկայացումներին, այդ փոքրիկ իբր բարի երթ են մաղթում, ես հասկացա, որ դա ամեն դեպքում ինձ համար չէ։ Ես ռիլաքսի մեջ եմ ընկնում, հա, այսպես հոգևոր ռիլաքսի մեջ եմ ընկնում։ Շատ լավ Լիա ջան։ Իսկ երբ որ դու աֆիշաներում տեսնում ես քո նկարը, ինչ զգացողություններ է քեզ մոտ արթնանում։ Հպարտանում եմ։ Նայում եմ այդ նկարի մեջի աղջկան, իմ աչքերի առջև հայտնվում է փոքրիկ Լիան, մինչև 10 տարեկան, ով որ Գորիսում դպրոց էր գնում ու չէր էլ պատկերացնում, թե իրեն ինչ մեծ ապագա է սպասում կամ ինչ մեծ բեմ էր։ Իսկ քեզ լինում է, որ հաճախ ասում են, որ դու իրական կյանքում ուրիշ ես, եւ եթե ասում են նման արտահայտություն, ինչ ես այդ բանին մտածում։ Ինչն ես արել բեմում կամ կերպարների տեսակետից, որ այսպեսի մեծ տարբերություն են զգում։ Ուրախանում եմ, որ բեմ բարձրանալիս կամ նկարահանման հրապարակ գնալիս իմ իրական եսը ինձ հետ չեմ տանում։ Իմ բնավորությունը այնտեղ չեմ օգտագործում, իմ տեսակը իմ դերի հետ չեմ խառնում։ Ես այնտեղ վերցնում եմ նոր բնավորություն, նոր հոգեվիճակ, նոր աղջկական տեսակ եւ ապրում եմ նոր ճակատագրով։ Ես ուրախ եմ, որ ես ինձ չեմ տանում հեռուստաէկրաններ եւ բեմ եւ դա ինձ համար ամենապրոֆեսիոնալ մոտեցումն է, որ կարող է դերասանը, դերասանուհին անել։ Իսկ կա մի այդպիսի հատկություն, որ դու քո մեջ ունես, բայց շատ խորը թաքնված է, որ իհարկե շատ կուզես, որ մարդիկ կիմանան, բայց չգիտեն դրա մասին։ Ես շատ խոցելի մարդ եմ եւ ցանկացած հանդիսատեսի եւ հեռուստադիտողի մեկնաբանությունը բավականին խորն է թափանցում։ Ես դրանից նեղսրտվում եմ, եղել են դեպքեր, որ շատ մեծ ստրես եմ ունեցել, պարփակվել եմ ինքս իմ ներսում եւ երկար ժամանակ չեմ ուզեցել հայտնվել հեռուստաէկրաններին կամ չեմ ուզեցել ակտիվ շփվել ընկերներիս կամ հասարակության հետ։ Երբեմն Ես միշտ ասում եմ, մեկնաբանություններ ասողը, անողը, գրողը երբեք չի պատկերացնում, թե որքան խորը կարող է ցավացնել քեզ, որովհետև իրենք մեկնաբանություն են թողնում տվյալ կերպարին, իրենց կարծիքով, բայց մեկնաբանում են քո աղջկական անձը։ Իսկ ինչու ես դու վերցնում քո անձի շուրջ, որովհետև ես շատ բաց էմոցիոնալ դաշտում եմ։ Իմ կարծիքով դա չպետք է դու քեզ վերագրես, քանի որ նամանավան դերասանի պարագայում դու տարբեր կերպարներ ես խմում՝ լավ, վատ, բարի, չար, ու այդ կերպարները դրան կարող են լինել հազարավոր, իսկ դու յուրահատուկ ես, չէ՞, մի տեսակ ես, այսինքն դու գիտես դու ինքդ ով ես, ու երբ որ հստակ գիտակցում ես ինչ ես անում, ու գիտես որ դու արդար ես, այդ մեկնաբանությունը ընդհանրապես պետք է քեզ չխոցեն։ Ես իմ կարծիքը ես համամիտ եմ լիովին քո կարծիքի հետ։ Ես շատ կցանկանամ ինքս իմ վրա աշխատանքների շնորհիվ հասնեմ դրան, որը որ ամենաընդունելին է եւ ամենաճիշտ տարբերակն է, բայց դեռ չեմ հասել։ Բայց աշխատում եմ, փորձում եմ։ Շատ լավ, ես ցանկանում եմ որ դու հասնես, իսկ ունեցել ես, քանի որ դու Instagram-ում էլ շատ ուժեղ վլոգ ես անում, ու ինֆլուենսեր ես որպես հանդես գալիս, եթե չեմ սխալվում, ունեցել ես նմանատիպ post կամ story, կարել ինչ ճանապարհորդական, որ մեծ արձագանք է գտել։ Այսպես ասած մեծ աղբատ է ունեցել։ Ունեցել եմ նման աղբատներ հարցազրույցի կտորից, երբ այնտեղ խոսում եմ ինչ-որ արժեքների մասին, էմոցիաների մասին։ Իսկ առհասարակ, եթե խոսենք ուղղակի Instagram-ը վարելու հետ կապված, ունեցել եմ նաև շատ մեծ աղբատ, երբ որ ճամփորդելիս Փարիզում թալանեցին իմ դրամապանակը։ Այս fail համար երրորդներ, հա։ Սա շատ ուժեղ fail է իդեպ իմ կյանքում։ Բայց Փարիզում գոնե մեկ անգամ հաստատ քեզ պետքա թալանած լինեն, որտեղ ինձ էլ իմ հեռախոսն են տարել ու շատ շատերի մոտ
նման դեպք Այսինքն ես իմ կյանքում level up եղել եմ արդեն, էլ ինձ թալանել են։ Իսկական են ճանապարհորդ ես, քանի որ թալանվել ես հենց Փարիզում։ Դա բոլոր իսկական իրենց հարգող ճանապարհորդները նմանատիպ հաստատ քեզ ունեցած պետք է լինեն Փարիզում։ Բայց մի քիչ շատ խորն եմ թալանվել, ասենց զրոյական մակարդակով դատարկա գրպան վերադարձել եմ հայրենիք։ Ուզում ես կարճ պատմես դրա մասին։ Եթե հետաքրքիր է, ուղղակի ուզում եմ ասել, որ 4 կանայք շատ հմտորեն գողացել են իմ դրամապանակը, որի մեջ գտնվում են իմ բոլոր բանկային քարտերը եւ քեշ գումարը, եւ այնքան խելացի էին, որ առաջին հերթին on-line գնումներ են կատարել իմ բանկային քարտերով, հետևի թվերով եւ մաքրել են իմ բոլոր բանկային հաշիվները Հայաստանում, եւ ինչ ես կարողացա այնտեղից ռոմինգով կապնվել բանկի հետ համապատասխան եւ ապացուցել, որ ես եմ, այո, չէ, ես չեմ ոչ այդ ակնոցն էր, ես չգնեցի 300 եվրոյով միջև փակեցի, նրանք արդեն մաքրել էին եւ դա դեկտեմբերի 30-ն էր, ամանորից 1 օր առաջ, ես չունեի ոչ մի կոպեկ, ոչ մի եվրո, ոչ Փարիզում, ոչ էլ արդեն Հայաստանում։ Ու դիմեցիր տեղական եկեղեցական համայնքի։ Այս անգամ ես դիմեցի իմ ընկերներին, ովքեր ինձ տեղափոխեցին Փարիզից Բարսելոնա։ Ես 3 օր մնացի այնտեղ եւ հիշում եմ, որ դեկտեմբերի 31-ի ամանորին ես հյուրանոցի բարից վերցրած 1 շիշ պրոսեկոյով քայլել եմ ոտքով Բարսելոնայի հրապարակ, նշելու Feliz Navidad, Feliz Navidad, եւ դա իմ ամանորն էր։ Ոչինչ չունեի, ոչ էլ կարող էի ինձ թույլ տալ գնալ սրճարան կամ ռեստորան։ Այդպես վերադարձա ես Հայաստան այն մտքով, որ վերև նայեցի, ասացի, եթե դու մի անգամ ստեղծել ես այդ ամենը, դատարկել ես իմ գրպանները, նշանակում է տեղ ես ազատում ավելի շատ վաստակելու համար։ Շնորհակալ եմ։ Ճիշտ է, կյանքի ամեն փուլում շնորհակալ լինել։ Իսկ քեզ մոտ եղել են պահեր, որ ցանկացել ես ուղղակի փախնել Instagram-ից։ Այո։ Շատ հաճախ։ Ու միշտ ամեն անգամ իմ մեջ ասում եմ գալու է այն օրը, երբ ես այս ամեն ինչը թողնելու եմ համացանցի հետ կապված։ Սիրով չես անում այդ ամեն ինչը։ Սիրով անում եմ, բայց երբեմն դա քանի որ դարձել է նաև աշխատանք եւ պատասխանատվություն, բայց ես ուզում եմ մի ամիս ոչինչ չանել, բայց ես պարտավոր եմ անել, որովհետեւ այնտեղ կա ստատիստիկա, կա ակտիվություն, կա պարտականություն, արդեն քեզանից ակնկալում են, ուզում են դա լսեն, ուզում են դա տեսնել, ուզում են որ դու կիսվես, ուզում են որ դու ներկայացնես։ Դու չես կարող ուղղակի հանգստանալ։ Հա, եւ ես անում եմ երակի գործ, հա, թատրոնի համար, ֆիլմ արտադրության համար հեռուստաէկրաններում եւ արդեն համացանցի համար։ Եվ երբեմն ուզում եմ համացանցի համար չանել, մնալ ինքս ինձ հետ։ Ես ուզում եմ ուղղակի ֆիլմ նայել, կամ ուղղակի ուզում եմ քնել, կամ ուղղակի ուզում եմ գիրք կարդալ, կամ ուղղակի ուզում եմ գնալ սարեր ու մնալ երկար սարերում ու չվերցնել հեռախոս։ Բայց հասկանում եմ, որ եթե ես պոստի տեղադրման ժամ է։ Հա, մի քանի օր իրար հետևից եթե ես ակտիվ չլինեմ, կամ մի շաբաթ ես կորցնում եմ շատ մեծ ակտիվություն։ Բայց ասում եմ, կգա մի օր, երբ ես կախում չեմ ունենա ակտիվությունից եւ չեմ ուզենա տրվել այդ պատասխանատվությանը։ Շատ լավ։ Դե պատկերացրու այդ օրը եկել են, դու Instagram-ում չկաս, դու բեմում չկաս, համացանցում չկաս։ Չէ, բեմում չեմ կարող։ Չէ, պատկերացնում ենք։ Համացանցում էլ չկաս, ով ես դու Լիա։ Ոնց ես քեզ պատկերացնում։ Ես դիբեթում եմ։ Մենք կանք թե չկանք։ Դու կաս։ Դիբեթում եմ, վանականի հագուստով եմ, չկա հեռախոս, չկա համացանց, չկա հեռուստացույց։ Ես պահում եմ 10 օրյա լռության օրենքը եւ փորձում եմ ոչ միայն լռությունը ապահովել իմ օրգանի միջոցով, այլ լրացնել իմ միտքը, որը անընդհատ խոսում է նույնիսկ այն ժամանակ, երբ ես փորձում եմ քնել։ Ես ուզում եմ այդ լռությունը այս հատվածում, իմ մտքերում, իմ գլխում, իմ ուղեղում։ Ես քո համար հաստատ կկազմակերպեմ չմտածես ուղղավորությունը, քանի որ ես իրոք զգացի, որ դու իրոք դրա կարիք ունես, Լիա։ Այո։ Եվ աչքերս բացում եմ, բնությունն է, լեռներն են, մարդիկ են, ովքեր քայլում են առանց խոսելու, առանց հարցեր տալու, իրենց մտքերի մեջ, ու դու առանց հարցնելու եւ խոսելու գիտես քո այդ օրվա անելիքը։ Հետաքրքիր էր։ Շատ եմ ուզում։ Լռություն եմ ուզում։ Ոչ միայն արտաքին դաշտում, լռություն եմ ուզում սրտում, լռություն եմ ուզում մտքում, լռություն եմ ուզում իմ բերանի ապարատի շրջանակներում։ Հուսով եմ շուտով կկազմակերպենք քեզ այդ լռությունը
Իսկ մինչև լրություն կազմակերպելը որտեղ ես պլանավորում մեկնել հաջորդ թիվ։ Մի քիչ ավելի ակտիվ, քանի որ մեկնելու ես լրության վայր։ Ունես արդեն պլանավորած Դեռ չեմ պլանավորել, ճանապարհություն, որովհետև կախված են նկարահանումների ընթացքից, բայց հենց գտնեմ այն ազատ պատուհանը, որը կարող եմ տրամադրել ինձ, ուզում եմ նորից վերադառնալ Հունաստան, շատ հավանել եմ։ Իսկ Հունաստանի որ վայրն ես ամենաշատը հավանել։ Ընդհանրապես եղել եմ Միկոնոս կղզում եւ Աթենքում, կարծում եմ կարելի ընդլայնել արդեն ճանապարհորդական Կրետե կղզի։ Հա, բայց մի փոքր ավելի sense ոչ հայտնի տեղ եմ գտել, հիմա անունը չեմ հիշում։ Զակինտոր, Չէ, կտարով էր, Կորֆու։ Այդ կղզի է, եթե նույն բանից ենք խոսում, հա, ոչ այդքան հայտնի, բայց բավականին շատ սիրուն, հետաքրքիր բազմաբովանդակ կղզի։ Բնական բոլոր կղզիներն են յուրահատուկ ու գեղեցիկ։ Այո, ու քանի որ ես ինքը շատ սիրում եմ Էգեյան ծովը, շատ ինձ դուր է գալիս Էգեյան ծովի ջուրը եւ Հունաստանի բնությունը եւ եղանակային պայմանները, հատկապես սնունդը, որ չափաբաժինը շատ մեծ է, չափաբաժինը, ու շատ համով է, մարդիկ շատ սիրուն են, հատկապես շատ ժպտերես են, բարի են, այո։ Ու իրոք շատ սիրուն են, եմ ասում են սիրուն եք դուք, ու բոլորը ժպտում են, բոլորը բարի են, բոլորը պատրաստ են քեզ օգնեն, քեզ խորհուրդ տան, քեզ ուղղորդեն, ուղեկցեն։ Շատ հավես։ Շատ լավ, քանի որ մենք արդեն ամփոփում ենք ոդկասթը, քեզ տան վերջի հարցը ու անցնենք բլից հարցերին։ Ում ես պատկերացնում որպես մեր հաջորդ հաղորդման հյուր։ Ես այս հարցը միշտ բոլոր հյուրերին ուղղում եմ։ Կարող եք հրավիրել համացանցում շատ ակտիվ գործունեություն ունեցող մի ինֆլուենսեր աղջկա, Օվսին, ով իր ամուսնու հետ, Անդրանիկի հետ անընդհատ ճամփորդում է, շատ սիրուն տեսանյութեր է տեղադրում, շատ ու շատ երկրներում են հասցրել արդեն լինել եւ չեմ հիշում մի այնպիսի ամիս, որ նրանք չդիմեն, չճանապարհորդեն։ Այո։ Ես կարծում եմ, որ Օվսին եւս համակարծիք կլինի ինձ հետ, որ ճամփորդությունները կարեւոր են եւ հետաքրքիր են այնքանով, որ ընդլայնում են յուրաքանչյուր մարդու աշխարհայացքը, մտավոր աշխարհայացքը, հոգեվոր աշխարհայացքը, մոտեցումները, պատկերացումները, երևակայությունը, ինչու ոչ նաեւ կրթում է մարդուն։ Դու ծանոթանում ես տարբեր երկրների մշակույթին, պատմամշակույթին, պատմությանը, խոհանոցին, երաժշտական ռիթմերին, մարդկանց տեսակին, բնավորությանը, լեզուներին եւ լիքը նման անթիվ ու անհամար լավ բաներ կարող եմ շեշտել, որը տալիս է մեծ ճամփորդությունը եւ նոր բացահայտումները։ Շնորհակալ եմ, ես կօգտվեմ քո խորհրդից եւ կհրավիրեմ իրենց անպայման։ Իսկ հիմա մենք անցնենք բլից հարցերին, պատրաստ ես։ Այո, արագ պետք է չէ պատասխանեմ։ Հա, այստեղ հեսա արագ կպատասխանես, բայց այստեղ հա բան է լինելու, որ ես երկու տարբերակ չեմ առաջարկել։ Դու առաջինը ինչ մտքովդ անցնում է, այդ կասես, լավ։ Որքան հնարավոր էր բարթացրել։ Հա, փորձում ենք բարթացնել։ Եթե կյանքը թատերական ներկայացում լիներ, ինչ ժանր կլիներ՝ դրամա, կոմեդիա, թե արկած։ Տրագիկոմեդիա։ Չկար այդ պատասխանը, բայց օքեյ։ Սելֆի թե բնապատկեր։ Բնապատկեր։ Թատրոնում լավ դեր, թե ճանապարհորդություն դեպի քո երազանքների երկիր։ Թատրոնում լավ դեր։ Երկիրը հանեցինք։ Եթե պիտի մենակ մնաս մի վայրում, որը կընտրես՝ Մալդիվները թե Օմանը։ Մալդիվներ։ Solo travel թե ընկերներով։ Solo։ Ընկերներ չես սիրում, հա։ Սիրում եմ, բայց travel-ի մեջ խանգարում են։ Շատ լավ։ Ինչ անուն կտայր քո ճանապարհորդական շոուին, եթե այսօր մեկնարկվեր YouTube-ում։ Ինչ է մտքովդ անցնում, արագ ասա։ Ինձ հետ։ Ինձ հետ։ Հա։ Որ քաղաքն է քեզ սովորեցրել, որ կյանքը կարող է լիովին փոխվել մեկ օրում։ Մեկ օրում։ Փարիզ։ Շատ լավ։ Եթե կյանքդ ֆիլմ լիներ, ով կխաղար քո դերը բացի քեզանից։ Բացի Քեմերոն Դիասից։ Խեղճ տանջում ենք։ Կիրա Նեթլի։ Շատ լավ։ Լիա ջան, շնորհակալություն քո հումորի, անկեղծության եւ արկածախնդրության համար եւ վերջում Լիա ջան, ինչ խորհուրդ կտաս շատ ճանապարհորդող աղջիկներին։ Ես եմ շնորհակալ ինձ հրավիրելու եւ ինձ վստահելու համար։ Ինչ եմ խորհուրդ տալիս աղջիկներին։ Խորհուրդ եմ տալիս այն, ինչի միշտ ինձ համար ամենաթանկ եւ մտերիմ մարդկանց եմ ասում։ Շատ ապրեք դուք, որ բոլորդ աշխատում եք եւ ունեք նպատակներ եւ սիրում եք վաստակել լավ գումար։ Իմացեք, թե ինչպես ծախսել այդ գումարը։ Հագուստը, թանկարժեք կոսմետիկան իհարկե լավ է, բայց դա չի երջանկացնում եւ չի լցնում դատարկ հոգին։ Դատարկ հոգին կարող է լցնել այն,
ինչը որ կյանքում չես տեսել եւ չզգացել, բայց պետք է տեսնես, փորձես ու զգաս, դա ճամփորդությունն է։ Ավելի շատ ճամփորդեք, ավելի շատ զգացեք, ավելի շատ տեսեք, ավելի շատ վերցրեք եւ ավելին լցվեք։ Շատ սիրուն խոսքեր էին։ Շնորհակալ ենք, որ մինչև այս պահը մեզ հետ եք։ Իսկ եթե դուք ոգեշնչվեցիք մեր այսօրվա զրույցից, բաժանորդագրվեք մեր ալիքին, գրեք մեկնաբանություններ եւ սեղմեք հավանում կոճակը։ Իսկ ձեզ սպասվում է նմանատիպ ոգեշնչող եւ ճանապարհորդական զրույցներ։ Վերջում ձեզ հիշեցնեմ, որ այն գումարը, որը դուք ծախսում եք ձեր ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց ձեզ։ Նոր հայացքներով եւ նոր արդեն կյանքի Այս էլ հաստատում նոր կյանքի հայացքները։ Ահա, շատ հազար կներեք։ Մենք այստեղ արժեքներից ենք խոսում։ Սա մեր ֆեյլն է։ Так. Հարգելի հարևան, խնդրում եմ ձեր դրելը անջատեք։